Եկել ենք Չինաստան, որպեսզի ձեր հետ կիսվենք բոլոր նորամուծություններով, նորություններով, նոր տեխնոլոգիաներով։ Մենք գտնվում ենք խանութում ու տարբեր խանութներում մենք կփորձենք քիչ-քիչ ուղղակի ցույց տալ, թե ինչ կարելի է վերցնել 26 թվականին արդեն կամ 25 թվականի վերջ ու վաճառքով նայեք այս կոֆե ինչ ապարատը հրաշ ոնց է աշխատում։ Դնեք այդ ապարատին կարակ չդնեք։ Արդեն կոֆեն դառնում է Տեսեք ուրեմն չինական խանութներում էլին էս չի որ ինքը էժան է էլի, բայց օրինակ ինքը տեսեք կարելը ասեն շատ լավ, այդպես բրենդային հագուստ է համարվում, արժեքը 199 յուան, որը կազմում մոտավորապես 10,000-16,000 դրամ։ Մի բան համոզվեցի, որ Ռուսաստանում լավ որակի չինական ապրանք գոյություն չունի, որ ապրանքին կպնում ես ուղակի, դեռ ուրիշ կտոր է։ Իսկ կարավոյ հարթակների նոր մոդելն է։ Չիստիջել են։ Ահռելի տարբեր տեսակի վիրահատությունից, մերսումից սկսած առաքիչ օրինակ եսեն, այդ ես ապարատը գիտեք ինչ է անում։ Մեքենայի ուրեմն մեքենայի վրա որ կա, ասենք ձունը, սառույց կամ ինչ-որ մի բան լինում է, էդի հանում։ Դա ընդհանուր տոնավաճառ է, այսինքն ոնց որ մեր բիրիքանոց է, այսպես ասած, որ մարդիկ գալիս են այստեղ ընտրում են ապրանքները, հիմնականում քանակ են վաճառում ապրանքները, ընտրում են ապրանքը ու կարող են իրենց լոգոյով պատվիրել։ Օրինակ, այս է ես ցույց տամ ապրանքները, որոնք որ առանց իրենց էտիկետկաների են։ Տեսեք, օրինակ, այս ապրանքը ինքը մենք կարող ենք պատվիրել ու մենք ուզել մեր լոգոն, մեր բիրկան կպնի հագուստի։ Սա ինչքան հետաքրքիր բաներ կա, ընթացքում մենք անընդհատ զարմացնենք, որ դուք էլ իմանաք ինչքան հետաքրքիր ու ինչքան նորություններով լի է Չինաստանը։